Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գիտես, մտավոր զարգացումը թիթիզություն չի։ Դա անհրաժեշտ տեխնիկական պայման է, որ մարդ լինի, որ իր ֆունկցիոնալ գործողությունը մարդկային լինի, ոչ թե կենդանական։ Հա կարող են ինձանից մարդիկ վիրավորվել, ոչինչ, հետո անցնում է, հետո հասկանում են, որ ճիշտ է։ Ճիշտը գիրքն է, այդուհանդերձ ճիշտը գիրք կարդալն է։ Ճիշտը գրականությունը շատ բան է տալիս, որովհետև ոչ թե ինֆորմացիա է տալիս, այլ ինքը աշխատացնում է ուղեղդ եւ հոգիդ միասին, ունիսոնի մեջ է դնում։ Դա ոչ մի տեխնիկական գրականություն, ոչ մի քոուչեր, ոչ մի սերիալ չի տա մարդուն։ Դու սկսում ես ցավալ քո հերոսների համար, իրանց դարդը քաշել, իրանց հետ ուրախանալ, այո։ Դա շատ կարևոր է։ Եթե դու դա չանես, գիրոջդ համար չի ցավա։ Հիմա ինչի մարդիկ չեն ուզում ամուսնանալ։ Իրանք չեն ուզում ուրիշի խնդիրների մեջ բան անեն, խառնվեն։ Ընկղմվել այլ խնդրի մեջ։ Հա, պատասխանատվության զգացումը, ինչը միշտ առանձնացրել է հայ տղամարդուն, հիմա Դե որովհետև մյուս կողմից էլ ամեն ինչ շատ ավելի հեշտ եւ թեթև է տրվում, դրա համար ոչ էլ ջանք են գործադրում, որ թեկուզ այդ պատասխանատվությունը վերցնեն իրենց ուսերին։ Ես ինչից եմ ուրախանում, երբ որ վատ բաներ լսում եմ, ուրախանում եմ։ Օրինակ, բանը մարդկանց համոզում են, թե ոչինչ, ինչ ընտանիք, ինչ բան, փիսիկ վերցրեք, պահեք, ուրախացեք փիսիկով, հետո էլ կգնաք բանը, հիմա այնքան լավ ծերանոցներ են, շատ կուլտուրական, շատ հարմարավետ եւ այլն։ Հիմա երեք կարդացի, որ Գերմանիայում 260 ծերանոց փակվել է։ Հիմա ինչ եք անելու, այ աղմախներ։ Ինչ եք անելու։ Դրա հույսին եք, չէ՞։ Որ երեխա չէիք բերում, երեխա գիշերները հանգիստ քնում էիք, փոխանակ կողքները նստեիք, երբ որ հիվանդ են, սա փուլերը ֆուկարեցիք, որ հետո հարմարավետ բանը երջանիկ ծերություն ապրեք, չկա։ Արդյունքում ամբողջ Եվրոպան լցվել է թուրքերով եւ այլ ազգերով եւ նույնիսկ կառավարման համակարգում Չէ, դրա արդյունքը չէ, դա ուրիշ է։ Այդ իրանք ունեն հատուկ ծրագիր, քանի որ ջհուդը սեմական ազգ չի, իրանք քամյան են, որ սկսեցին գրել, որ Աֆրիկայից է դուս եկի առաջի մարդը, այդ իրանք իրանց մասին են ասում, իրանք թուխ են, այ Օբաման ջհուդը, որպեսի իրանք ունենան առավելություն, իրանք ուզում են ամբողջ սպիտակ ռասան մուքացնեն։ Դրա համար են իրանք բերում Աֆրիկայից, Աֆղանստանից, Թուրքիայից, բայց որպեսզի շատ ավելի շատ բերեն, պետք է այդտեղ անկայուն վիճակ ստեղծեն, պետք է այդտեղ սով լինի, որ մարդիկ ուզենան տուն տեղը թողնել, փախնել։ Այդ սա կառավարող բանը խաղը։ Այս կոմպյուտերային խաղերով քաղաքականության մաս է, ոչ թե տեխնոլոգիայի զարգացումն է։ Քաղաքականության հիմքը։ Իրանք ոնց որ առաջներում վայրի ժողովուրդների մոտ շուն էին կռվածնում, ակլոր էին կռվածնում, փող էին դնում դրա վրա։ Հիմա ազգերն են կռվածնում, եւ ոչ միայն հիմա, վաղուց, շատ վաղուց։ Հիմա հայ լինելը դրա համար մեծ պատիվ է, որովհետեւ հայը երբեք այդ բանը չի արել։ Տիգրան մեծը հսկայական կայսրությունը ստեղծել է, ոչ մեկի մոտ ինքը դաշույնով չի մտել։ Հակառակը, Սիրիայի իշխանները դիմել են, ասել են, մեզ էլ քո կազմի մեջ վերցրու էլ է, եւ բոլորը։ Իսկ այդ մարդասեր լինելը մեզ ուր բերեց հասցրեց։ Բերեց հասցրեց Երևան քաղաք, սիրուն, քարից շինված, որտեղ մարդիկ իրար զիջում են, իրար օգնում են, իրար շփթում են։ Ես այդպիսի օր չի եղել, որ դուրս գամ փողոց, լսեմ տղեկը խոսում են հեռախոսով ու մի 4-5 անգամ այդ օրը չլսեմ մեռնեմ ջանիդ։
Դա մեծ շնորհ է, դա երջանկություն է։ Այն օրը բան է ելակ էի առնում շուկայի առջևը։ Ռուսկին մոտեցավ, ասեց կարտочку принимаете, ասեց ես այդպես սարք չունեմ։ Ասի ուզում եք ես ձեզ հյուրասիրեմ։ Ասում ա что вы за святой народ։ Ուրեմն ես առաջինը չէի։ Հերթական Այո։ լավ մարդուն էր հանդիպել եւ Այո, գնահատել։ ցավը տանը մեզ չպետք է թերա գնահատենք։ Ոնց որ գիտես, երեխան եթե տանը իրան ծնողները ասում են, որ ստես խալ ես, բայց եթե չեն գովում, չեն իրան խթանում, մեջքը կոտրած մեծանում է բազմաթիվ բարդույթներով։ Նույնն էլ ազգն է։ Մենք մեր ազգի կինը պետք է իմանանք ու ասենք էլի։ Ամոթ է, որ մենակ բան, որտեղ հայ այդտեղ վայ, լավ չեմ ասել։ Տեսակ շատ թունոտ ենք դարձել իրար նկատմամբ։ Չէ, Որտեղից է գալիս դա։ ինքը մի աս։ Մեր վրա աշխատում են, Ենք ասում եմ ինձ էլ չեմ նույնական։ Չէ, շատ իզուր, էլ դե բան չլսեմ։ Մեր վրա աշխատում են, ցավը տանը։ Մարդիկ փող են ստանում դրա համար, որ հայի մեջ համար որ իրար հայ-հայեն, որ վիրավորեն, մաղձ լցնեն, բան լցնեն, Նեգատիվ։ թույն լցնեն, իհարկե, երբ որ այն Ամերիկային էլ հասավ։ Տրամպը երբ որ ասում է նախկինները, Տրամպը Նիկոլից սովորել է, ասում է նախկինները։ Աշխարհը հիմարացել է, գիտես շատ է հիմարացել աշխարհը, զարմանալի է ուղղակի։ Բայց քանի որ ամեն ինչ սպիրալաձև է, պատմության ընթացքը սպիրալաձև է, ես դրա համար եմ լավատես։ Եվ քանի որ այդ պտույտի մեջ ենք լինելու, ենթադրվում է, որ քանի որ անկումային փուլում ենք, զարթոնքը պետք է որ արժևում լինի։ Իհարկե ճիշտ ես, շատ ճիշտ ես, ապրես սիրուն աղջիկ, շատ ճիշտ ես, զարթոնքը արժևում է։ Եվ այնքան էլ հեռու չէ, պարզապես յուրաքանչյուրիցս շատ բան է կախված, յուրաքանչյուրից, ծեր թե մանուկ, կին թե տղամարդ, բանվոր թե ամատավորական, մեզնից շատ բան է կախված, մենք առաջի հերթին պետք է հիշենք, որ կին ենք, տղամարդ ենք, հայ ենք, և մեր երկիրը ամենասուրբ բանն աշխարհում մեզ համար, մեր ընտանիքը, մեր ազգը, մեր ընկերական շրջապատը, մեր երկիրը, Սասնա ծռերը, տղաները Սանասարն ու Բաղդասարը Բաղդադից դուրս եկան մայրիկի ձեռքը պագեցին, եկան մայրենի հող, Գագիկ թագավորի մոտ իրանց պապիկի մայր հողը պագեցին։ Այդ երկու բանն էր, որ սուրբ էր, որ պետք էր պագել։ Ֆրանսիական կինոները տես ամեն դարբի ձեռը պաճում են։ Չպետք է ուրիշից սովորենք։ Մերը պետք է սովորեցնենք մեր սերունդների եւ ինչու՞ Այո, այո։ Բանտերը Ջոջանստունն, այսինքն սասունցիների, մենք հրատարակել ենք, որպեսզի կարողանան երեխաները կարդալ, դա Աստվածաշունչ է, որ կարդան երեխաները իմանան, որն է շիտակ, որն է սխալ, երբ կարելի է եղբորից նեղանալ, երբ չի կարելի։ Ինչա պատիվը, ինչա մաքրությունը, երբ որ իրան կանչում է Դավիթին բանը մսրամելի կրծերը, Դավիթը գնում է տեսնում է սա քնած են։ Ինքը կարող էր Ռամիլ Սաֆարի պես առիթից օգտվել գլուխը կտրել, չէ՞, բայց ինքը ասում է ով քնած է արթուն եղեք։